Թշնամու գործիչը անունները չեմ ուզում տալ, հայտարարում է, որ Արցախի պատերազմին, ազատամարտին մասնակիցներին պետք է հանձնեք մեզ։ Եվ լրագրողի հարցին պատասխանում է ասելով ես տեղյակ չեմ։ Արդեն 2 անգամ հնչած, հրապարակային հնչած, կարկառուն գործչի կողմից այս մարդը տեղյակ չէ։ Սուտ, 1000 անգամ սուտ, ինչպես ամեն ինչի մեջ սուտ, ինչպես խաբեբայություն բոլոր բաների մեջ, այս դեպքում էլ սուտ։ Ինչ է խնդիրը։ Հայտարարել է, որ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, հատկապես հավանաբար հղում կատարելով կամ իմտի ունենալով նախագահներին, ռազմական, քաղաքական գործիչներին, ովքեր դերակատարություն են ունեցել Արցախյան մեր ազատամարտին եւ Արցախի ազատագրության գործում, հանձնել ուղղակի Ադրբեջանի քմահաճույքին կամ դատարանին եւ որևէ խոսք չկա եւ դեռ հակառակը ասելով որ ես տեղյակ չեմ թե ինչ է դա տեղյակ չեմ ուղղակի տեղյակ չեմ սուտ ստախոսություն խաբեբայություն շատ էլ լավ տեղյակ ես եւ դեռ ավելին ասեմ ոչ միայն տեղյակ ես այլև լուռ ես մնացել եւ դու եւ բոլոր քո կողքը գտնվող որևէ գործիչ նախարարություն կլինի կամ այլն որոնք կոչված են պաշտոնապես արձագանքելու եւ պատասխանելու դու տեղյակ չես նախարարությունդ էլ տեղյակ չէ որ քեզ կոչված էր ուղղակի այդ տեղեկատվությունը փոխանցելու տեղյակ եք եւ ոչ միայն տեղյակ եք այլև մասնակից եք այդ բոլորը որովհետեւ մեզ հասած տեղեկություններով տարբեր ատյաններից դուք նաեւ այդ մասին լուռ եք մնացել ձեզ հնչեցրել են միջազգային ատյաններում էլ են տեղյակ որ այսպիսի հարց կա եւ դուք լուռ եք մնացել եւ ադրբեջանցի գործիչներ են հայտարարել քաղաքական գործիչ դիվանագետներ տարբեր միջավայրերում որ այո շատ շուտով նաեւ այդ հարցը կլուծվի ազատամարտի մասնակիցներին հանձնելու հարցը եղել է այսպիսի խոսակցություն եւ մեզ փոխանցել են դա եւ երկրորդը այս ճանապարհով նաեւ ռազմագերիներին ռազմաքաղաքական ղեկավարությանը մեր Արցախի նշանակում է հրաժարվել նրանցից եւ այս մասին եւս երբ ասում են թե մենք ամեն ինչ անում ենք սուտ դարձյալ սուտ ոչ միայն չեք անում այլև խնդրում եք տարբեր պետությունների որ այդ հարցին չանդրադառնան որպեսզի չվնասեն ձեր դավադիր հանցագործ բանակցություններ ճակերտավոր կոչվածը Ադրբեջանի հետ